Նախընտրական թոհուբոհը սկսվել է։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել, վերարտադրվել է ուզում, երրորդ անգամ։ Բայց կար ժամանակ, երբ նա ասում էր. Հստակ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավաքվի հանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, ինչը քաղաքական ուժին թույլ է տալիս անսահմանափակ ժամկետով ղեկավարել երկիրը, եթե 50%-ից ավելի ձայն հավաքի։ Ոմն անձնավորությունը մի անգամ ասել է, որ մինչև 2050 թվականը իրենք առնվազն իշխանության են։ Իհարկե Աստված մի արած է, որ այդպես լինի, բայց մենք որպես քաղաքական ուժ, ես որպես քաղաքագետ կարծում եմ, որ Հայաստանում պետք է իրականացվեն նաև ֆունդամենտալ կառավարման համակարգի փոփոխություններ եւ պարլամենտական կառավարման համակարգը այս տարիներին 10 տարուց ավելի է, ինչ մենք այդ կառավարման մոդելով ենք առաջնորդվում, այստեղ շատ բացեր կան, առնվազն քաղաքական պատասխանատվության բացը, պետական իշխանության միմյանց նկատմամբ հակակշռման մեխանիզմների բացը, մենք տեսնում ենք, որ դառնալով վարչապետը աստիճանաբար բոլոր պետական ինստիտուտները ուզուրպացնում է եւ դարձնում է իր ձեռքի հելու հնազանդ խաղալիքները։ Ամենևին սրա մասին չէին երազում 100 հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք 18 թվականին հեղեղում էին Հայաստանի փողոցները։ 6 ամիս է մնացել ընտրություններին, իշխանությունները պատրաստվում են, ընդդիմությունը փորձում է հակակշիռ ստեղծել։ Ցավոք սրտի իշխանությունը այսօր տիրապետում է անսահմանափակ ռեսուրսների, ֆինանսական, վարչական, կընտրեմ, վերջերս էլ Եվրոմիությանը սարքել են Հայաստանի ներքաղաքական գործընթացների ակտիվ մասնակից եւ վերացական, այսպես ասած, абստրակտ հիբրիդային արտաքին դերակատարների կողմից հիբրիդային պատերազմի մղման պատրվաստով միլիոնավոր դոլարներ են ներդրվելու Հայաստանում, սա բոլորը եթե մի ամբողջ puzzle-ի մեջ ենք դնում, հասկանում ենք, որ այս բոլորն արվում է 26 թվականի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Մի մասը կարծում է, որ պետք է ստեղծվի ընդդիմության մեկ միասնական ճակատ, միասնական թեկնածուով։ Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն այլ կարծիքի է։ Պարլամենտական կառավարման համակարգը թույլ է տալիս այնպիսի կոնֆիգուրացիաներ եւ այնպիսի նախընտրական միավորներ, մի քիչ դաշտի խոշորացում իրականացնել, որ ընդդիմությունը դրսևորվի ոչ թե մեկ, այսպես ասած, առաջնորդ ֆիգուրով, այլ ունենանք մի քանի խոշոր միավորումներ եւ այդ մի քանի խոշոր միավորումները միասին կարողանան 50+1% հաղթարել եւ այդպես ԿՊ-ին թողնել հպարտ միայնության մեջ եւ կարողանալ ինչ-որ բան ընտրություններով փոխել մեր երկրում։ Իշխանությունը լեգիտիմության ճգնաժամ է ապրում, հանրային վստահություն չի վայելում, սոցհարցումներն են ցույց տալիս, բայց կա չկողմնորոշվածների, քաղաքականությամբ չզբաղվողների ստվար հատված։ Հենց նրանց հետ պետք է աշխատի ընդդիմությունը, կարծում է Խաչիկ Գալստյանը։ Նախագահի ընտրության ուղիղ կարգը հանվեց, փաստացի մեզ մնում է 5 տարին մեկ ընդամենը խորհրդանական ընտրություններին մասնակցելով մեր որոշման իրավունքը դելեգացնենք, պատվիրակենք այն քաղաքական ուժերին, որոնց ցանկանում ենք տեսնել խորհրդանում։ Այս գիտակցումը պետք է որոշակիորեն ակտիվացնի, սրա շուրջ պետք է քաղաքական կոնսենսուսը համաձայնությունները կայանան, որպեսզի մենք կարողանանք հունիսին իրապես որակական փոփոխություններ ունենանք ու մեր երկիրը փորձենք հետ տանել այս կործանարար ընթացքից։ Իշխանությունները հանրությանը հրամցնում են խաղաղության օրակարգը եւ ցույց տալիս դրա պտուղները։ Ադրբեջանի տարածքով ցորեն ու բենզին է գալիս Հայաստան։ Փաշինյանի ընտրազանգվածի եթե կյանքի երազանքը էժան բենզինը եւ թուրքական լոլիկը ուտելն է, ուրեմն ինքը իր ընտրազանգվածի հետ կոնկրետ ճիշտ ուղերձներով աշխատում է։ Անձամբ ես սպասում եմ տեսնեմ, թե ադրբեջանական բենզինը այդ որ ցանցերում է վաճառվելու, որ անձամբ ես բոյկոտեմ եւ իմ մտերիմներին, հարազատներին բոլորին զգուշացնեմ, որ չի կարելի, օրինակ, դա նորմալ ընտրական պայքարի միջոց է, դա նորմալ քաղաքական պայքարի միջոց է, այդպիսի քայլերը պետք է բոյկոտես, որպեսզի կարողանաս արդյունքը արդեն այդ նույն գործարարը կմտածի, հա, կգնա այդ ռիսկին երկրորդ անգամ, թե չգնա այդ ռիսկին, որովհետև ինձ համար կան անանց արժեքներ, որոնք շատ ավելի բարձր են, քան բենզինը, հագուստը, չուլու փալազը կամ վարունգն ու պոմիդորը, էժան թուրքական ծագման։ Նախընտրական փուլում իշխանությունը շարունակում է եկեղեցու դեմ հալածանքները։ Մայրաթորի վրա իշխանության աջակիցների այս անգամվա գրողը վերածվեց ասպատակության։
եկեղեցի շուրջ ավելի շատ 80-90% հավաքվում են ոչ թե քաղաքական միավոր, ոչ թե ընդդիմադիր դաշտ այսպես կոչված, այլ ուղղակի մեր տասնյակ հազարավոր հավատացյալ քաղաքացիներ։ Կարծում եմ, որ ընդամենը 1-2 զարկին էլ որ դիմանանք, ամեն ինչ կավարտվի այս կաշմարը, որի մեջ մենք երազում կարող ենք տեսնել, որ ազգովի կարող ենք հայտնվել այս իրավիճակում։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը չի հանդարտվի, 1-2 փորձ կարող է կազմակերպել մինչև ընտրությունները, բայց դրան դիմանել է պետք, դրան պատրաստվել է պետք, դրան ինչու՞ թե նաև հակադարձել է պետք։ Բորենիները հետ են քաշվում, երբ որ իրենց մրթին հարված են ստան։ Հավատացյալ ժողովուրդը դեռ շոկի մեջ է։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ի դեպքերի ժամանակ կանգնել էր հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Վեհափարի գերեզմանակարի վրա ու խառնամբոխին հրահանգում էր տաճարի դուռը գրոհել։ Ասպատակությանը ներկա Տեր Վրդանեսի սիրտը չի դիմացել, կաթված է ստացել։ Իշխանությունները դեռ գնահատական չեն տվել, Վեհարանն այսպես են պատրաստվում ազատել կաթողիկոսից, ճանապարհին ամեն ինչ, նաև սրբություններն ավերելով, իսկ հայոց եկեղեցին կար ու մնաց իր բարձրության վրա։